Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Գլենդելից։ Այսօր հոկտեմբերի 26-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական, ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Միշտ էլ այս ընթացքում թիվ 1 իրադարձությունը լինելու է ուկրաինական պատերազմի հետ կապված վերաբերմունքը աշխարհի, հատկապես Դոնալդ Տրամփի, որտեղ դրանով է պայմանավորված, թե ինչ արագությամբ այն ավարտ կունենա եւ այդ ավարտը ինչ տեսք կունենա։ Դրա համար անպայման սկսենք դրանից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կկայանա միայն այն դեպքում, երբ նա վստահ լինի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու համաձայնագրի հարցում։ Մենք պետք է իմանանք, որ համաձայնագիր ենք կնքելու, ասել է ԱՄՆ նախագահը։ Տրամփը հիասթափություն է հայտնել ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղության գործընթացի առաջընթացից։ Այո, իր համար դա անսպասելի էր, ինքը հույս ուներ, որ դա ավելի արագ կկարգավորվի, բայց բնական է, որ մենք գիտեինք, որ դա այդպես չի կարգավորվել, առավելևս չեմ խոսում, որ 24 ժամը պետք է դադարեցներ։ Դե ինքը պարբերաբար խոստովանում է, որ ինքը անսպասելի էր իր համար այդ զարգացումները, բայց ի վերջո, եթե ինքը գոնե ընդունում է, որ չի կարելի Պուտինի հետ հանդիպել զուտ հանդիպելու համար, փորձեց Ալյասկայում ինչ-որ բան անել եւ իր հետ հանդիպումը այդչափ կարեւորել, բայց ինչպես տեսանք, Պուտինը մնաց իր տեսակետին, որ եթե դու այդքան թույլ ես, ուրեմն ես շարունակեմ պատերազմը եւ իմ պահանջները ներկայացնեմ ոչ թե Ուկրաինային, այլ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին։ Այսինքն իրականության զգացումը Պուտինը նորից կորցրեց։ Ինքը 2022 թվականին էլ էր կորցրել։ Եթե ինքը լինելով ԿԳԲ-ի նախկին աշխատող, որ այդքան փորձում է իր փորձառությունը կարևորի, իր ստացած ինֆորմացիան Ուկրաինայից ու Ռուսաստանից այնպիսին էր, որ ինքը 3 օրում պետք է հաղթեր, պետք էր միայն հանկարծակի բերել, պետք էր միայն այնպես անել զգոնությունը բթացնել ուկրաինացիների, զորավարժություններ անել, ասել, բա չեք ամաչում, որ կարծում եք ես իմ եղբոր վրա կհարձակվեմ։ Ինքը այդքան ստոր է, էլի, որ նա անգամ այդ եղբայրությունը օգտագործում էր անակնկալի բերելու վրա։ Այդ ամեն ինչ արվել է, այսինքն իր պատկերացումները այդպիսին է ժողովրդյան։ Երբ որ որոշ մարդիկ ասում են Պուտինը գիտի ինչ է անում, Պուտինը գիտեր ինչ է անում։ Այդ իր իմացածը 4 տարի է տեսնում եք։ Էլի եթե չեք համոզվում, դա արդեն ձեր խնդիրն է։ Ստեղ ինչպես ասում են, գիտությունն անզոր է։ Իսկ հիմա Ռուսաստանի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքում է, որ ախր այդ հանդիպումը, որը կատեգորիկ հիմա Դոնալդ Տրամփն ասում է, եթե համաձայնության չենք գալու, հանդիպենք, ինչ անենք, հանդիպելու համար այլևս իմաստ չունի, մի անգամ արդեն դեռպես հանդիպել ենք։ Ասում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասում է, Պուտինի եւ Տրամփի միջև հանդիպման ամսաթվերի վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չեն եղել, ուստի սխալ կլինի խոսել գագաթնաժողովի չեղարկման մասին։ Եթե հստակ պայմանավորվածություններ չեն եղել, բայց Դոնալդ Տրամփը ասում է 2 շաբաթում կհանդիպենք։ Սպիտակ տունը հայտարարություն է անում, որ անգամ ասում է մի շաբաթ հետո էլ ենք պատրաստ այդ հանդիպմանը, կարծում ենք, որ դա կկայանա։ Բայց ժամանակ ասեք Ժորժ ջան, հետո անունից եք 2 շաբաթ, մի շաբաթ թվեր նշում, մենք դրան համաձայնենք։ Ընդհակառակը Լավրովը մի հատ գիծ մտավ, ասեց, որ մենք մեր պահանջները պնդում ենք, այս հարցերը պետք է լուծվի։ Պահանջները պնդեց, Տրամփն էլ ասեց անիմաստ է հանդիպել։ Վերջ։ Ու նույնիսկ Լավրովն ասեց, որ մեր պահանջները չի փոխվել։ Այն ինչ որ Ալյասկայում պահանջներ կայացել ենք Դոնալդ Տրամփին, այդ պահանջները մենք շարունակում ենք։ Այսինքն մեր դիրքորոշման մեջ զիջումներ, մեղմացումներ չկան։ Էլ դրանից հետո էլ ինչ հանդիպում լինի որ։ Իրան հարգող մարդը դրանից հետո գա կհանդիպի։ Պարզա որ Տրամփը հասկացավ, որ դա անիմաստ է։ Այսինքն ասել, որ հանդիպումը չի չեղարկվել, բայց ի՞նչ է տեղի ունեցել, եթե Տրամփն ասում է, եթե պայմանագիր չեք ստորագրելու, իմաստ չունի հանդիպել։ Եթե խաղաղության չեք գնում, իմաստ չունի։ Այդ չեղարկվել էլ ո՞նց է ալնում։ Արդեն պայմանը ինքն է դնում։ Որտեղ Ռուսաստանի պայմանը ինքը հասկացավ, որ ուղղակի Ամերիկան, եթե դա ընդունի, խայտարակություն է։ Այդ նախապայմանով երկրորդ անգամ գնաց հանդիպման, ուղղակի խայտարակություն է։ Բարեբախտաբար Տրամփը չգնաց դրան, ինչքան էլ իր սերը Պուտինի նկատմամբ դե անչափելի է, չգիտեմ, այսինքն տենց գործիք չկա, որ ես չափեմ ասեմ, ինչ չափի է այդ սերը, ընդունենք անչափելի չափի է։
Բայց շարունակությունը մենք նայենք, աշխարհը փոխվում է, մարդիկ իրանց լուրջ պաշտոնյաներն իրանց կարծիքն են ասում, մենք էլ դրա մասին խոսում ենք, դուք էլ ձեր համար եք պատկերացնում, թե որքանով իրականությունը ի վերջո որն է։ Օրերը անցնում, տեսնում ենք, որի հայտարարությունը վաղը ինչ դառավ, որի կատարած քայլը վաղը ինչ արդյունք ունեցավ, չէ՞։ Հոմենակ չի, որ մեկը հայտարարություն անի, մյուսն էլ, ասենք, իր կողմից մի բան ասի։ Հիմա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե 100 հազարավոր ռուսներ զոհվում են Պուտինի խելահեղ ագրեսիայի հետևանքով։ Ուկրաինան շարունակում է ցուցաբերել քաջություն եւ մեր աջակցությունը արդյունավետ է։ Իրականությունն այն է, որ Պուտինի մոտ վերջանում են թե փողերը, թե գաղափարները, թե զինվորները։ Մարկ Ռյուտեն ինքը շահագրգռված է, որպեսի մոբիլիզացնի ժողովրդին, որպեսի փող շատ հավաքեն, շատ զենք առնեն տան Ուկրաինայի։ Այսինքն մշտապես իրանք վախեցրել են Ռուսաստանի ագրեսիայով, մշտապես վախեցրել են, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում եւ կարող է հարձակվել անգամ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների վրա։ Առավել եւս, ինչու է դա արվում, որովհետեւ Դոնալդ Տրամփն ասեց, որ մենք այլևս Ուկրաինային փող չենք տալու, ընդհանրապես զենք ենք վաճառելու։ Զենքն էլ վաճառելու ենք, որը կգնեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները եւ կտան Ուկրաինային։ Այսինքն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, որ շատ-շատերի վիճակը երկրի գիտենք ինչպիսին է, այդքան հեշտ չեն կարողանում ժողովրդից փող վերցնեն, պետք է շատ լուրջ հիմնավորումներ լինի։ Առավել եւս փողը պատերազմի վրա ծախսելու շատ լուրջ հիմնավորումներ պետք է լինի։ Իհարկե, ռազմական ծախսերն ավելացնելը շատ լրջորեն աջակցում է նաեւ տնտեսության իրական հատվածի զարգացմանը եւ նաեւ գնողունակ պահանջարկի բարձրացման։ Այդ մասին շատ ենք խոսել, այդ բոլորը գիտեն, ովքեր անգամ միջին վիճակագրական տնտեսագետները հանգիստ կբացատրեն, որ ցանկացած երկրի վիճակը նկարագրելիս միշտ նախապատերազմական թվի հետ էին համեմատում, որ ասում են մոբիլիզացվել են պատերազմի, այսինքն ռազմական ռեսուրսների վրա դնելը հնարավորություն է տվել տնտեսությունը ոտի կանգնեցնել։ Բայց այդ ամեն ինչի զուգահեռ մենք հասկանում ենք, չէ, որ անընդհատ երկրի ղեկավարները վախեցնում են իրանց քաղաքացիներին, որ հասկացեք Ռուսաստանը վտանգ է ներկա։ Բան չէ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասում, պրծել է Ռուսաստանը, ժողովուրդ ջան։ Պրծել է, էլ նա բան չունի անելու։ Բայց ինքը չի ուզում այդ ժողովրդից փող ստանա։ Ինքը չի ուզում, որ մոբիլիզացվեն ընդդեմ Ռուսաստանի։ Չէ, ասում ժողովուրդ ջան, բան չի մնացել։ Այս այսօր եկուց հարցը լուծելու ենք։ Այսինքն դուք ուշադրություն դարձրեք նաև այս կարգի հայտարարություններով, այս ինքնավստահ հայտարարություններով, նաև ասում են ժողովուրդ ջան, մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, պատահական չի ասում, որ մեր աջակցությունն արդյունավետ է Ուկրաինային, եւ Ռուսաստանը արդեն ոչ փող ունի, ոչ գաղափար, ոչ զինվոր։ Այս ձևով են իրանք հանրությանը հիմա ներկայանում։ Դե թող հանրությունն էլ իր եզրակացությունն անի։ Ու պատահական չի, որ նաև Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկ ինչ է ասում։ Նախագահ Զելենսկին ինձ ասաց, որ հույս ունի, որ պատերազմը 10 տարի չի տևի, բայց Ուկրաինան պատրաստ է պայքարել եւս 2 կամ 3 տարի։ Դա սա նաև ինչի համար է։ Զելենսկին որ ասել է պատրաստ ենք պայքարել, այդ գիտենք, բայց Լեհաստանի վարչապետը ինչ է ասում, որ իմացեք, հա, հույս ունենք 10 տարի չի տևի, բայց մենք պատրաստ ենք 2-3 տարի։ Այսինքն սա նաև ասում է նրա համար, որ իմացեք, մենք մեր ուժերի վրա վստահ ենք, որ այդ 2-3 տարին պատրաստ ենք կռվելու։ Օգնեք ավելի արագ վերջացնենք, բայց եւ միևնույն ժամանակ Ռուսաստան կարճաժամկետ էֆեկտի չսպասես, որ Ուկրաինան հիմա վերջի շնչում է ու մտածում է շուտ արեք գնանք խաղաղության, եթե խաղաղության չգնանք, այլևս առաջնագիծը կփլուզվի կամ էս կլի կամ այն կլի կամ ժողովուրդը պատերազմել չեն ցանկանում։ Այս նույն հայտարարությունը, որ անում է Զելենսկին, լսում է նաև ուկրաինացի կռվողը, չէ՞։ Լսում է նաև ուկրաինացի քաղաքացին, լսում են ուկրաինացի մայրերը, որոնք իրանց երեխաներին ուղարկելու են պատերազմ։ Այսինքն իրանք չեն ասում, չէ, չհասկացանք, դետում հույսով էս 2-3 տարի նորից պատերազմը շարունակում։ Ուրեմն ինքը վստահ է, չէ, որ այդ բանը իր երկրում լսեն, սատարելու են իրան, աջակցելու են։ Իսկ եթե 3 տարի մենք պատրաստ ենք, արդյոք Ռուսաստանը ի վիճակի է 3 տարի կռվել։ Սրա մասին է խոսքը։ Այսինքն մենք պետք է կարողանանք նաև իրավիճակը գնահատենք, որովհետև երբ որ մենք բարբերաբար խոսում ենք նրա մասին, որ Ռուսաստանի հզորությունը մի չափեք նրանով, որ Պուտինը ելույթ կունենա, կրակոտ կասի, մենք էս կանենք, մենք երբեք չենք պարտվում, ժողովուրդ ջան, նա իրականությունից կտրված մարդ է,
Նույնիսկ բլեֆ չի էլ չի։ Ժորժ ջան, մասնագիտական բլեֆը նորմալ բան է։ Եթե դա տենց չլեր, դարձած գովազդի ինստիտուտը կվերանա։ Գովազդի ինստիտուտը մասնագիտական բլեֆ է, չէ՞ որ Բարտուն նես ներկայացնի, որ դու գնաս այդ ապրանքը առնես։ Պուտինի դեպքում դա շարքային ստախոսություն է, որտեղ ոչ մեկ այլևս նրա ասածին չի հավատում։ Որտեղ ինքը երբ որ տնտեսության մասին է խոսում, մարդիկ էլ են չէ տվեր վերցնում նայում։ Ինչպիսին է քո վառելիքաէներգետիկ ռեսուրսների վիճակը, ում վրա ես կարողանում վաճառել, ինչ գնով ես կարողանում վաճառել, ինչ նոր գծեր պետք է սարքես, որ դա կարողանաս ուրիշ տեղ տեղավորել։ Նրանք, ովքեր քեզանից առնում են վերավաճառելու նպատակով, հիմա սանկցիաների տակ են, ոչ միայն վերավաճառելու նպատակով չեն առնում, սկի իրանց պահանջարկի համար չեն առնում։ Մենք չենք տեսնում դա ինչա կատարվում։ Թե որոշ մարդիկ, ովքեր որ խոսում են, թե ինչպիսի հրթիռներ ունի Ռուսաստանը, նրանք չեն գնում տեսնեն, թե ինչպիսի անտառանոթ է Ռուսաստանը, ասենց փռել չինացիների առաջ, ասում է կտրեք ու տարեք, ինչ տեսնում եք կտրեք ու տարեք, չեն նկատում ժողովուրդ ջան այդ մեքենաները, բայց այդ մեքենաները ես Գլենդելից տեսնում եմ, Երևանից տեսնում եմ, իրանք Ռուսաստանում չեն տեսնում։ Այդ ոնց հալնում որ, ուրեմն չեք ուզում տեսնեք ժողովուրդ ջան, որտեղ դա շատ տեսանելի է։ Սա չեմ խոսում են տարածքները, որով երկարաժամկետ վարձակալությամբ տվել են Չինաստանին։ Վաղը մյուս օրը դե 100 միլիոնավոր մարդիկ են ապրելու, շատ հեշտ քաղաքացիություն ստանան։ Դուք չգիտեք, որ վաղը մյուս օրը Ռուսաստանը դառնալու է բանը, ինչ, ասենք հյուսիսային Չինաստան, թե Չինաստանուն են դնելու էլի։ Չգիտեք, որ մի քանի տարի հետո դա է ալնելու։ Այսինքն որտես սիրտները դու ճանապարհը բացել եք չինացիների առաջ, չգիտեք ինչա կատարվում, ինչա տանում եւ ոնց է մտնում։ Ցանկացած գործարան մտնում, ասում է ոչ մեկը պետք է աշխատի տեղացիներից։ Ես պետք է մարդկանց բերեմ, ասում եմ, տենց ոնց կլինի։ Այս քաղաքը այս գործարանի հաշվին է կառուցվել։ Այս գործարանի սպասարկելու համար նրա ենթակառուցվածքները։ Ասում եմ, կարողանում եք աշխատացնեիք։ Եթե չեք կարողացել աշխատացնել, ինձ եք դիմել, ուրեմն ես դե բերեմ չինացի։ 1000 հոգի կլինի, 2000 կլինի, թե 200 կլինի, չինացի պետք է լինի։ Ժողովուրդ ջան, այդ ամեն ինչը չեք նկատում։ Բայց այն կասում։ Բա Հայաստանն էլ դե գլուխը ջարդելով գնում է դեպի Ռուսաստան։ Մի հատ չասենք Ժողովուրդ ջան, մի հատ շուռ եկեք նայեք, թե ինչ վտանգի եք մեզ տանում։ Սենց հանգիստ մեզ համար ապրում ենք, ոչ մի բան չի եղել, ամեն ինչ նորմալ է։ Ես սա է վիճակը։ Այդ ամեն ինչը ցանկացած մասնագետ կարա նստի ու շատ հանգիստ այդ ամբողջ ինֆորմացիան ստանա եւ պատկերացնի թե ինչա կատարում։ Դուք սկի փող չունեք, դնեք այդ ավելացած ձեր ռեսուրսը ծախեք ձեր բնակիչների վրա։ 50%-ը գազ չունի։ Բա դուք ենթակառուցված սարքեք այդքան ծախսանեք։ Բա դուք ձեզ սազական, հա։ Ռուս բնակիչը գազ ունենա, այն այդ գազը կծախենք էլի խողովակով։ Չգիտեք ինչա կատարվում։ Նրանք ովքեր բացատրում են, թե դու չգիտես Ռուսաստանը ինչքան հզոր է, խնդրում եմ էլ ինձ մի բացատրեք։ Դուք գնացեք, դուք ձեր աչքով տեսեք։ Ու Հայաստանին մի ներքաշեք այդ ճահիճը։ Այս սրա մասին է խոսքը։ Իսկ հիմա նայենք Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Ավերչուկն ասել է, որ Արևմուտքը ոչինչ չի սովորում, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի հետ սպառնալիքների եւ պատժամիջոցների միջոցով խոսելու փորձերին։ Ինչ պատճառներով նրանք միշտ փորձում են մեզ ծնկի բերել, նրանց երբեք չի հաջողվել դա անել եւ երբեք էլ չի հաջողվի։ Հարցը ցակում, երբ չի հաջողվել ծնկի բերել։ Խորհրդային միությունը ես եմ փլուզել, բայց չնկատեցիք, այդ միշտ ասելով ինչի նկատի ունեք։ Այդ եւ որ հիմա իրականությունը կորցրած մարազմատիկ Պուտինը, որ ձեզ ասել է գնալու ենք տարածք գրավենք, դուք դա համարում եք այդ միշտն է։ Միշտը երբանից է հաշված, քանի պատերազմ թվարկեն, որ դա ռուսները պարտվել են, եւ քանիսը թվարկեն, որ եթե արևմուտքի աջակցությունը չլներ, չէին հաղթի։ Բայց հարցը լավ, դա էլ չի։ Ավերչուկը հիմա ինչ է ասում, որ արևմուտքը ցանկանում է իրանց ծնկի բերի։ Բա արևմուտքը մեր գործընկերը չի։ Բա մենք չէինք ուզում արևմուտքի հետ լավ հարաբերություն ունենանք։ Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանին ծնկի բերի, որի հետ կապված Նիկոլ Փաշինյանն ասում է միշտ ջերմորեն հանդիպում ենք Պուտինի հետ, շատ հարցեր ունենք քննարկելու, մենք եղբայրական պետություններ ենք եւ լայնացնելու ենք, խորացնելու ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եվ գործնական քայլերով դա արվում է լայնացնելու ու խորացնելու։ Բա մենք հիմա դրանից չմտահոգվենք։ Դա այն Ռուսաստանն է, որին արևմուտքը ցանկանում է ծնկի բերի ու չի հաջողվելու ծնկի բերել։ Բա մենք բալանսավորված քաղաքականություն ո՞նց ենք վարում։ Դրա վտանգը մենք չենք տեսնում։
որ այդ մեր երկու գործընկերներից մեկը ուզում է մեկին ծնկի բերի եւ չի կարողանում կամ կարողանում է։ Բա մենք ում հետ ենք մեր պլանները կազմել։ Մենք կարող ենք իհարկե ասել ակտիվ չեզոքություն պահպանենք բոլորի հետ, բայց դա ինչպես տեսնում եք, այդպես չի։ Եթե այդպես լներ, էլի ոչինչ։ Կասենք մենք փոքր պետություն ենք, մենք պետք է ճկունություն հանդես բերենք, այդ բալանսավորված քաղաքականության իմաստը նա է, որ մեզ հանգիստ թողեք, էլի մի ներքաշեք կոնֆլիկտների մեջ։ Եղբայր, մենք ինչ եք ուզում մեզանից։ Մենք այդ քաշը չունենք, որ մեծերի հետ դեմ պայքարի դուրս գանք, թեկուզ մեկի աջակցությամբ ու ոտատակ գնանք։ Մենք պետք է շատ ճկուն լինենք ու այդ մանևրը նորմալ ապա, բայց մեր այդպես չի, չէ։ Եթե գոնե այդպես լեր, կասենք լավ, ոչինչ, այդպես է, բայց այդպես անողը գնում է Շանհայի համագործակցության կազմակերպության դիմում է գրում։ Բայց էլ չանեիք։ Բայց այդպես անողը ասում է բանա Իրանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրենք ու այնպես պետք է անենք, որ Իրանը մեր անվտանգությունը երաշխավորի։ Լուրջ ժողովուրդ։ Բա որտեղ մնաց ձեր ակտիվ չեզոքությունը։ Ակտիվ չեզոքություն, եթե պահպանեք, ոչ մեկը դեզանից չի նեղանա։ Կասի դե ի՞նչ է, փոքր երկիր է, հիմա ինչ պետք է անի։ Իրան վտանգելով, որին միանա այն մյուսի դեմ։ Բայց մենք անընդհատ միանում ենք մեկին մյուսի դեմ։ Իրանին պաշտպանում ենք, դատապարտում ենք մյուս կողմին։ Ինչ հայեցինք դրանից, որ այդ նույն Իրանը մեզ դատապարտի։ Ճանաչում ենք Պաղեստին պետությունը, ինչ եղավ, այդքանը ճանաչեցին։ Ուր է ժողովուրդ ջան Պաղեստին պետությունը։ Ճանաչեցին, որտեղ լեղապատար ճանաչում էիք։ Բա ասում ենք, որ հա լավ է, կարող է ճանաչեք, բայց ոչինչ դրանից չի փոխվելու։ Իսկ մենք դրանից ինչ ստացանք։ Ինչ տվեց դա մեզ, լավ, ճանաչեցինք, ինչ տվեց մեզ։ Բայց սա ենք ասում, բա որտեղ մնաց ձեր բալանսավորվածը։ Բալանսավորված գցվում եք Էրդողանի ոտերին, հետո Ալիևի, հետո Ռուսաստանի, հետո Իրանի, հետո էլ ասում եք արևմուտք, ուզում ենք մենք արևմուտք գնանք, մեր քաղաքակրթական ճանապարհը դա է, եթե այդ մակարդակին հասնենք, կորոշենք գնանք թե չէ։ Իսկ հիմա Ավերչուկի հետ կապված ինչի այդքան ասեցի, որտեղ հիմա նայեք, ինչ ասում Ավերչուկը, որ արդեն ավելի ուղղակի մեզ է վերաբերվում։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Ավերչուկ 2 օր առաջ ադրբեջանական կողմը մեզ հաստատեց ադրբեջանական երկաթուղիներով ռուսական ապրանքներն Ադրբեջանի միջոցով Հայաստան տեղափոխելու հնարավորությունը։ Շոր, բա ճանապարհը ինչքան գիտեմ բացվել էր, որ Ղազախստանի ցոր են գար։ Ես ճիշտ եմ հիշում, որն ավելի էժան էր, քան ռուսականը։ Ճիշտ եմ հիշում։ Այս առումով մենք նախապես շատ հետաքրքիր առաջընթաց են գրանցել։ Ռուսական երկաթուղիները իր տարածաշրջանային գործընկերների հետ համատեղ ներկայումս աշխատում են այդ բեռնափոխադրումների կազմակերպման ուղղությամբ։ Միաժամանակ մենք համապատասխան հանձնարարականներ ենք տվել գյուղատնտեսության նախարարությանը այս նոր լոգիստիկ երթուղին մշակելու համար, նշել է Ավերչուկը։ Հասկացանք ժողովուրդ ջան, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում էր Տրամպի ուղի ենք նախագծել, էլ երկաթգիծ, էլ տարբեր կոմունիկացիաներ Մոսկվայից ասին, լավ է կարևոր նախագծել եք, լավ է կարևոր ստորագրել եք, բայց այդ երկաթգիծը մերն է։ Եթե երկաթգիծը միացավ Ադրբեջանին, դա մեր երկաթգիծն է, դա Հայաստանին ու Տրամպինը չի։ Ստեից ինչ էին ասում, դե ինչ են իրանից խոսում, չգիտենք, որ դա մենք անում ենք նրա համար, որ Ռուսաստանից տարանջատվենք, այ միամիտներ, Ռուսաստանից եք տարանջատվում, Ռուսաստանն ասում է, այս ինչ լավ է, որ Ադրբեջանը ճանապարհը բացեց, ցույց տվեց իբր թե Ղազախստանից բան բերելու, հիմա արդեն շատ հանգիստ կասենք, եթե Ղազախստանից համաձայնեք, ուրեմն մենք պայմանավորվենք ռուսական ապրանքը, այսինքն ըստ էության Ռուսաստանի տարածքով, Ադրբեջանի տարածքով Հայաստան մտնող այլընտրանքային ճանապարհը վերջ, որը կազմակերպելու է Ռուսաստանը, որ իր երկաթուղիով։ Հա կարող է լավ լինի, կարող է վատ լինի։ Կարող է մի քիչ գներն էժան լինի կամ թանկ լինի, մի քիչ ասենք այդտեղով եկած ժամկետի առումով մի քանի օր երկար տևի կամ կարճ։ Բայց ի վերջո դա Ռուսաստանի համար այլընտրանքային ճանապարհ է։ Այն Ռուսաստանի, որը հենց գիտեիք, թե Ադրբեջանը թշնամի է։ Այս թշնամի Ադրբեջանն է Ղազախստանի համար բացել է, բայց անմիջապես դրանից հետո ռուսներին ասել է, բա հանգիստ եկեք իմ տարածքով անցեք։ Շատ լավ է, որ ճանապարհը բացվում է, բայց նորից մեր առևտուրը չի դիվերսիֆիկացնում։
դիվերսիֆիկացվում, նորից մենք Ռուսաստանն է իր համար ճանապարհ բացում։ Այս սրա մասին է խոսքը, ժողովուրդ ջան։ Երբ որ ասում են, որ Ադրբեջանը մինչև վերջ պնդում էր, որ Ռուսաստանը պետք է վերահսկի Սյունիքով ճանապարհը, բայց ինքը արհեստականորեն կոնֆլիկտ սարքեց Ռուսաստանի հետ, որովհետև հասկացավ, որ Ռուսաստանը եթե վերահսկում է այդ ճանապարհը չի կառուցվելու, անիմաստ տեղը, այդ ծրագիրը կյանքի չի կոչվելու։ Ավելի լավ է ռուսներից նեղանանք, Տրամպից դա պոկենք, նոր հետո ռուսների հետ նորմալ աշխատենք։ Ու այս արանքում նույն բանը արեց Նիկոլ Փաշինյանը, որովհետև ռուսներին մինչև այդ ասում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ուժի մեջ է, հետո հասկացավ, որ հա էլի ուժի մեջ էլի, բայց այդ ճանապարհով հնարավոր չի բերբերել արևելքից արևմուտք գնացող բեռները մարդիկ չեն ուզում Ռուսաստանի վերահսկողության տակ լինի։ Դրա համար ինքն էլ համաձայնվեց դառնալով գործիք Ալիևի ծրագրի, որ գնաց Տրամպի հետ պայմանավորվեցին, եւ Հայաստանն էլ համաձայնվեց, այս ինչ ուրախություն է, բերեք Տրամպը թող այդ ճանապարհը սարքի։ Բայց անմիջապես հենց Ամերիկայից ասեց, որ առաջ ռուսներին ենք առաջարկել։ Այսինքն հետո էլ կանգնում ասում, բա մենք չէինք ուզում ռուսները վերահսկեն ճանապարհը, բայց մենք ուզում ենք, որ ռուսները ամբողջությամբ վերցնեն։ Բա մարդիկ այդ բոլորը լսում են իրար կողք են դնում, չէ՞։ Հիմա պարզ հարց։ Ինչ տեղի ունեցավ։ Տրամպին ներքաշեցին այդտեղ, ասին արի այս ճանապարհը քեզ ենք տալի, ինքն է ոգևորված որպես բիզնես պրոյեկտ եկավ, որից հետո ռուսներին ասին, դե գիտես չէ, որ այս ինչ որ անում եք քո համար ենք անում։ Բա Ամերիկայից դեռ Հայաստան չհասած։ Ստեղ արդեն զուռնադհոլով, ծափուտի ծաղով ասում են վերջապես ազատվեցինք ռուսներից, Նիկոլ Փաշինյանը Ամերիկայից հարցազրույց է տալիս, ասում է, այս ճանապարհը անում ենք Իրանի ու Ռուսաստանի համար շատ լավ ալնելու։ Կգանք այդ ամեն ինչը իրանց կբացատրենք, ինչա ոնց է։ Բա մենք գիտեինք, պետք չէր բացատրել։ Մենք հենց բացատրող ենք աշխատում, ժողովուրդ ջան, որ մեզ չէին հավատում, ասում են դե ինչ եք է ասում։ Ամերիկայի հետ հարցը լուծելա, ձեզ էլ չենք հասկանում։ Առավոտից իրիկու խոսում եք արևմուտքի հետ համագործակցության մասին։ Հազիվ Փաշինյանը Տրամպի հետ գործակցել է, դրան էլ չեք հավատում, բա դուք ինչին եք հավատում։ Դե եթե դուք հավատում եք, դուք հիմա հավատացեք։ Հիմա այդ երկաթգծի ճանապարհը Տրամպի հետ խաղաղություն են ստորագրում։ Արդյունքում ճանապարհը բացում են Ռուսաստանի համար։ Հա տղեկ ջան, դուք շատ լուրջ բալանսավորված քաղաքականություն եք վարում։ Իսկ այս ամեն ինչի մասին չենք խոսել, հա։ Նոր իմացաք սրա մասին։ Ավերչոկը նոր բացահայտեց։ Բա միջև ավերչուկի բացահայտելը բա մենք ինչից էինք խոսում։ Այնպես որ ժողովուրդ ջան, սա նրա համար, որ մենք իմանանք, որ այս ամեն ինչի հետ կապված, թե ինչն է մեզ համար արվում եւ ինչ ձևի են մեզ ներկայացնում, թե խաղաղություն ենք բերել, որի արդյունքում ճանապարհը բացվել է, խաղաղությունը Տրամպն է մեզ պարգևել, խաղաղությունը Տրամպը պարգևել է, որպեսզի Ռուսաստանի ծրագիրը, որը չէր իրականացվում, Ռուսաստանի ծրագիրը իրականացնի, հա։ Այն Տրամպը, որը կանգնում է ռուսներին ասում է, եթե չգնաք խաղաղության Ուկրաինայում, շատ ժոստ բանը շատ կոշտ բանը սանկցիաների տակ են կողելու ձեզ։ Դուք չեք նայում Տրամպի եւ Պուտինի հետ կապված լարվածությունը։ Բայց Տրամպի միջոցով Պուտինի համար ճանապարհ եք բացում։ Իսկ հիմա նայենք նաեւ մի հարց երկրի ներսի հետ կապված, այն որ եկեղեցու հետ կապված այդ կոնֆլիկտները որոնում, այս բարբերաբար ասել են, որ ինձ համար անընդունելի է երկու կողմն էլ։ Նախ Գարեգին երկրորդը պետք է չլներ կաթողիկոս, դրա մասին շատ ենք խոսել, խայտարակ ձևով նրա վարած քաղաքականության մեջ կար նաև լուրջ սխալներ։ Ոչ թե մենակ այն բիզնես ծրագրերը, որի մեջ իրանք սերտաճած էին նախկին իշխանությունների հետ։ Դա հարցի մի կողմն է։ Աշխարհակաղակական շատ վտանգավոր բաները, որը արվում էր։ Հայ առաքելական եկեղեցին մենք ասում ենք աշխարհասփյուռ կառույց է, միավորող կառույց է, ամբողջին եւ մեկ էլ այդ պարագայում Ռուսաստանի նախագահից պարգև է ստանում, ինչի համար։ Օկուպանտ Ռուսաստանի նախագահը քեզ ինչի է պարգև տալիս։ Բան չի պետք է չտա, եթե կաթողիկոսի եղբայրը, որը Ռուսաստանի եւ Նոր Նախճեվանի թեմի առաջնորդն է, Մոսկվայի բանը անում, օրհնում է հայկական բատալյոնը ուղարկում է Ուկրաինա։ Օրհնում ես ուղարկում մարդ սպանելու։ Ինչ գործ ունես դու դրա հետ։ Դա քեզ ինչ վերաբերվող հարց է։ Հայ առաքելական եկեղեցին Ռուսաստանի քաղաքացի հային ինչի է օրհնում մարդ սպանելու։ Աստծո անունից էս մարդասպանության ուղարկում։ Ինչն ես օրհնում։ Դու պարզել ես, որ դա հայրենական պատերազմ է։
իր հայրենիքի վրա էին հարձակվել, ինչն ես դու օրհնում, ինչ է այդ մասին չենք խոսել, այդ մասին խոսել ենք, երբ որ հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվելը Փաշինյանը մոդա չէր հայտարարել, նորաձև չէր բանը եկեղեցու վրա հարձակվելը, ժողովուրդ ջան, ես ամեն օր հետևողական խոսել եմ դրա մասին, դրա համար եմ ասում, ես եթե մի բան ասում ենք Փաշինյանը այս բանը սխալ է անում, չենք պաշտպանում նրանց, պաշտպանող լինեինք, նրանց կողքը կանգնած կլինեինք։ Էջմիածին ումից տեսել եք, ի պաշտպանություն Գարեգինի գնամ հավաքի մասնակցեմ, չէ։ Այդ չեք էլ տեսել նաև Հովանավանքում Նիկոլ Փաշինյանի մասնակցած, վերջ։ Երկուսն էլ սխալ են, իրար բերք կոտորեն։ Մեր նպատակն է երկուսից ազատվել, ոչ թե մեկը մեկի հաշվին ինչ որ դիվիդենդներ ստանա։ Իսկ հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին ազգային ժողովում անդրադառնալով հայ առաքելական եկեղեցու շուրջ կրկին բորբոքված կրքերին եւ մասնավորապես Հովանավանքի այլևս նախկին հոգեվոր հովիվ Տեր Արամին, որը Գարեգին Բ-ի կողմից կարգալույց է հռչակվել եւ այժմ պաշտոնապես աշխարհաքաղաքական եւ աշխարհական է Ստեփան Ասատերյան անունով հայտարարեց. Եթե ես ճիշտ գիտեմ, Հովանավանքը ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ գտնվում են կառավարության հաշվեկշռում եւ մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Ես կարծում եմ, որ այնտեղ, որտեղ չկա հոգեվոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, մենք կարող ենք կամ բոլոր բարոյական եւ իրավականնել, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը եւ Տեր Արամին եւ նրա նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգեվոր կյանքը։ Իհարկե լրատվամիջոցը հետաքննություն անցկացնելով բացատրում է, որ Նիկոլ Փաշինյանը սխալվում է, որ դա հաշվեկշռի վրա չի կառավարության եւ վատ չէր ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը սխալ բան չաներ, որի վրա կառուցեր իր եզրահանգումը։ Տեղից ինքը սխալ բան ասում է, հետո բացատրում է, թե ինչու է ինքը այդպես սխալը շարունակում։ Եվ բացատրում է հետաքննող լրագրողը Փաշինյանի պնդումը Հովանավանքի վերաբերյալ հիմք չունի, այլ կերպ ասած նա ճիշտ չգիտի, թե ում է պատկանում Հովանավանքը, բայց առանց փաստերը ստուգելու շարունակել է թեման ու խոսել բարոյական եւ իրավական հիմքով հուշարձանները մայրաթորից հետ վերցնելու։ Բանն այն է, որ Հովանավանքը ինչպես բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր սեփականության իրավունքով պատկանում են մայր աթոռին։ Հիմա խնդիրը սա է։ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ Գարեգին II-ը կարգալույց արված է եւ ինքը չի կարող մեկ ուրիշին կարգալույց անի։ Շատ լավ։ Շատ-շատերը Գարեգին II-ի քաղաքականությունը կտրականապես մերժում են, երևի ավելի հիմնավոր բարբերաբար ես դրա մասին խոսել եմ, բայց ով է իրան կարգալույց արել։ Ով։ Ինքը ընտրվել է եկեղեցական ժողովով։ Ով է իրան կարգալույց արել։ Այսինքն աշխարհիկ իշխանության ղեկավարը հայտարարում է, որ ինքը կարգալույց արված է եւ ինքը իրավունք չունի մեկ ուրիշին կարգալույց անել։ Ով է կարգալույց արել։ Սա իշխանության զավթում է, ժողովուրդ ջան։ Կարողացի օրինական ճանապարհով նրան տուն ուղարկել։ Հասնեք նրան, թող հրաժարական տա, ինչ ա եղել որ։ Ես ժամկետ եմ նշել, դեկտեմբերի 31-ին ժողովրդի նոր տարին շնորհավորի վայր դնի լիազորությունները ու գնա։ Ցույց տա, որ այս ճնշումներից չվախեցավ, պայքարեց եւ արդյունքում անիմաստ է այս կարգավիճակով իր շարունակելը։ Բայց եւ պետք չի որ դա ցույց տալ, որ տեսեք ինքը գնաց Նիկոլ Փաշինյանը հաղթեց։ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը ո՞րն է։ Ինքը հիմա ինչ է անում։ Ասում է ես չեմ ընդունում քո որոշումը ու ես ընդունում եմ, որ այդ մարդը գործում է։ Այսինքն հիմա իրան օծել է այդ պաշտոնում Նիկոլ Փաշինյանը, բասաիշխանազավթում, չի։ Եկեղեցին անձյատը պետությունից սահմանադրության խախտում է։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է դու որ կարգալույց ես արել, դու այդ իրավունքը չունեիր, որովհետեւ դու կարգալույց եղած ես, ասում ենք հաստատուղթ կա դրան, ասում է չէ։ Ես եմ ասում։ Ոնց, ես եմ ասում։ Չեն հավատում, թող դատի տան։ Հաստատ դա է ձևը։ Բայց դրանից հետո էլ բա ումից է այդ լիազորությունը ստացել կարգալույց եղածը։ Ի պաշտոնի ումից որ ստացել է կարգալույց արվել, ումից է ստացել Նիկոլ Փաշինից, ինչ է իր արածը։ Դու հերթական լկտի անօրինականությունն անելով օրինականություն ես հաստատելու։ Այն հայ առաքելական եկեղեցու այդ սպասավորները, որ խայտառակ են անում, պարբերաբար խոսել ենք։ Ինչի մենակ Բենթլիից ենք խոսել։
նրանց սերտաճելը աշխարհիկ իշխանության հետ, օֆշորային սկանդալները, միլիոնավոր դոլարներ աշխատելը, նոր ենք այդ մասին խոսել։ Հա բայց Ժորժ ջան, դրան ձև կա։ Ձևը սա չի, որ դու գնաս գրավես։ Հիմա շարունակությունը նայենք։ Հովանավանքում պատարակ է մատուցել կարգալույց եղած քահանա Ստեփան Ասատրյանը։ Դրան ներկա է գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչ ասում, մեծարգո պարոն վարչապետ, հասն այստեղ ես չեմ, իմ անձը չէ, իմ կերպարը չէ, իմ շուրթերով ես չեմ խոսում, Աստված խոսում է մեր բերանով, երբ այդ բերանը փակում են, լռեցնում են նաև Աստծո խոսքը, իսկ Աստված խոսում է մի պայմանով, որովհետև սիրում է իր ժողովրդին, որովհետև ուզում է, որ իր ժողովուրդն Աստծո խոսքը լսի։ Պարոն վարչապետ, ձեր ներկայությունն այս բերանի բաց այդ բերանի բաց պահելն է, որ Աստված շարունակի իր ժողովրդի հետ խոսել, որ այս ականջները մաքուր խոսք լսեն, Աստծո խոսք լսեն, ինչի համար էլ իմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ, հայտարարել է Տեր Արամը։ Հիմա սա է վիճակը, Նիկոլ Փաշինյանը իշխանազավթում է անում։ Եվ շատ մարդիկ, որ ասում են մենք Գարեգինին չենք սիրում, լավ է անում։ Ժորժ ջան, դուք արդարացնում եք անօրինականությունը։ Կարող է վաղը դուք ինձ էլ չեք սիրում, մյուսին էլ չեք սիրում։ Եթե Նիկոլ Փաշինյանը փողոցում բերի գնդակը արի, դուք պետք է ասեք լավ արեց, դուրս չէր գալիս։ Մենք տեսպետություն ենք դառնում։ Էս է շատ մարդկանց չեմ սիրում հետո։ Այսինքն 10-12 ժամ ներվեր եմ ծախսում, որպեսզի ինչ-որ մի բան ձեզ ներկայացնեմ։ Բայց եթե համարեի, որ մեկը դուրս չի գալի, մի հատ քար կառնեի, կտայինք գլխին էլի։ Եթե համարեինք, ու ձևը դա է։ Ես իրան չեմ ճանաչում, ինքը հետաթորը զավթել է։ Ես տենց եմ գտնում։ Դրան հարցի լուծումը մեկն է քարը վերցնենք տան գլխին։ Այդպես չենք, չէ՞ արվում։ Մնում ենք իրավունքի եւ օրինականության շրջանակներում։ Հիմա ես դրա համար եմ ասում։ Եթե Նիկոլ Փաշինյանը կանգնում է ու ասում է, որ ինքը այս քայլով եկեղեցին ազատելու է, այսինքն դու եկեղեցին պարզապես զավթում է, ժողովուրդ ջան։ Դու օրենք ես խախտում։ Իսկ եթե դու օրինական շրջանակներում հասարակական տրամադրությունները ուսումնասիրելով հասկանայիր, որ շատ-շատերը ուղղակի չեն ընդունում Գարեգին երկրորդին, իր վարքագծով իմ ամեն ինչով։ Այն հետևողականորեն, որ մենք ներկայացել ենք, որ ինչ վնաս են հասցնում մեր եկեղեցուն, որ եկեղեցին այդ հեղինակությունը չունի, ժողովուրդ, էս ինչ եք անում։ Էս ինչ եք անում դուք։ Միտինգների եք մասնակցում, նախկիններին եք պաշտպանում, նրանց հետ դարել եք ընդդիմադիր գործիչ, բայց ամեն ինչը ինչի համար էինք բացատրում։ Մարդիկ շատ լավ էլ հասկանում էին, բայց երբ որ դու հարձակվում ես անօրինականությամբ, անօրինականություն ես կանխում, հակառակ ռեակցիան է առաջանում։ Հիմա ստիպված ես ելնելու զավթես։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփն ընդգծել է, որ միշտ հիանալի հարաբերություններ է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն հիասթափված է, քանի որ կարծում էր, որ Ուկրաինայում խաղաղության հասնելը շատ ավելի վաղ էր լինելու, քան խաղաղությունը Մերձավոր Արևելքում։ Այս համատեքստում Թրամփը հիշել է նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնությունների մասին, որը ձեռք են բերվել Վաշինգտոնում իր միջնորդությամբ եւ ներկայացել է, թե ինչ է դրա մասին իրեն ասել Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Մենք ունենք Հայաստան եւ Ադրբեջան, դա շատ բարդ էր, փաստացի Պուտինը իմ հետ հեռախոսազրույցի ժամանակ ինձ ասաց, որ դա հրաշալի է, քանի որ բոլորը փորձում էին դրան հասնել, բայց չկարողացան, իսկ դու կարողացար, ինձ դա հաջողվեց, մանրամասնել է ԱՄՆ նախագահը։ Դե ես հասկանում եմ, որ արդեն Դոնալդ Տրամփը հալվել է, սենց որ Պուտինը իրան գովել է, սենց հիմա մի քիչ սենց կհոսի, մինչև մի քիչ սառը բաների կկպնի, կստափության։ Մի անգամից նորից կհավաքվի, կհասկանա, որ այս այն Պուտինն էր, որ իր խոսքը բանի տեղ չի դնում։ Բայց այդ հայ-ադրբեջանականն էլ արդեն բացատրեցինք, թե այդ խաղաղության հետևանքները եւ որը ինչ, ով է դրանից օգտվելու, ում հաշվին է օգտվելու եւ Հայաստանը դրա հետ կապված ինչ խնդիրներ է ունենալու։ Հայաստանը այդ խաղաղությունը ծախելու է ժողովրդի վրա, որ գնա ընտրություններ։ Եվ այդ արդյունքում մեր աշխարհակաղակական իրավիճակում մենք շատ բարդ վիճակի մեջ ենք հայտնվելու։ Չնայած փորձենք այնպես անել, որ հասնենք դրան, որ Նիկոլ Փաշինյանին չհաջողվի 2026 թվականին, որտեղ եթե ընտրվեց, մենք գիտենք նրա անելիքը ինչ պետք է լինի։ Մենք հասկանանք մեր անելիքը ինչ պետք է լինի, իրանցը գիտենք, նախկիններին էլ գիտենք։
Իսկ հիմա նաև նայեք, Թայլանդի եւ Կամբոջայի ղեկավարները ընդլայնված հրադադարի համաձայնագիր են ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի ներկայությամբ, որը հուլիսին միջամտել էր վերջ դնել նրանց մահացու հնգօրյա սահմանային հակամարտությունը։ Ստորագրված համաձայնագիրը հիմնված է 3 ամիս առաջ ձեռք բերված զինադադարի վրա, այն բանից հետո, երբ Թրամփը զանգահարել էր երկու երկրների ղեկավարներին եւ կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները, սպառնալով կասեցնել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը։ Իհարկե, ակնհայտորեն կարող եմ ասել, որ եթե Դոնալդ Տրամփը իմանա, որ մենք խաղաղության համաձայնագիրը ոչ թե նախաստորագրենք, այլ ստորագրենք, եթե Փաշինյանը Ալիևի հետ պայմանավորվի, ես չեմ կասկածում, որ Դոնալդ Տրամփը կգա Հայաստան կամ Ադրբեջան կամ կգա սահմանի վրա կհանդիպի ու կասի ես ձեզ խաղաղություն եմ բերել։ Եթե ուզում եք Տրամփը գա Հայաստան կամ Ադրբեջան, տարածաշրջանային այցով, իրան ասեք խաղաղության պայմանագիրը պատրաստ ենք ստորագրել։ Իսկ հիմա նայենք, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, սա շատ կարևոր է, որովհետև էս այն Իրանն է, որի մասին խոսում էինք, որի հետ լուրջ պլաններ է կազմած, որին չի հակասում մեր ճանապարհը, որը պետք է անցնի, որը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ է եւ մեր ցամաքային ճանապարհը ապահովող է։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ամերիկա-իսրայելական 12 օրյա ագրեսիայից հետո Վաշինգտոնին վստահելու որևէ հիմք չկա, ավելացնելով, որ ԱՄՆ-ն չափից շատ պահանջները խոչընդոտում են բանակցությունների վերսկսմանը։ Սա մեր բարեկամ Իրանն է, մեր բարեկամ Ամերիկային չի վստահում, ժողովուրդ ջան։ Մեր խնդիրները մենք պետք է հասկանանք, չէ՞։ Այն բավարարում ենք տենց գլխապատառ ակտիվություն, նախաձեռնողականություն հանդես բերելը, պետք է զգուշ լինել։ Ես վստահ եմ, Արաղչին ասում, որ այս փորձը չի կրկնվի, եւ եթե նրանք լուրջ սխալ թույլ տան, նրանք կբախվեն նույն պատասխանին, ինչպես հունիսի 12-օրյա պատերազմի ժամանակ, ասել է Արաղչին։ Նախարարն ընդգծել է, որ Իրանն իրավունք ունի հարստացնել ուրանը, նշելով, որ իրանական միջուկային ծրագիրը հետապնդում է բացառապես խաղաղ նպատակներ։ Արաղչին շեշտել է, մենք լավ փորձ չենք ունեցել ԱՄՆ-ի հետ փոխգործակցելու հարցում, չնայած ազնիվ լինելու եւ ամեն անգամ ճանապարհ բացելուն։ Մենք չենք վստահում եւ չենք վստահի, բայց նույնիսկ առանց վստահության մենք կարող ենք զգուշորեն փոխգործակցել, մենք դա արեցինք, բայց դրական արձագանք չստացանք։ Այդպիսին են ամերիկացիները։ Մենք գտնվում ենք այն կետում, որտեղ համագործակցության համար դրական հեռանկարներ չկան։ Ասա այն Իրանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, այս ճանապարհը որ բացենք, բացարձակ չի հակասելու Իրանի շահերին, լավ էլ նորմալ ալնելու որևէ խնդրեմ չկա։ Այսինքն Ամերիկային բերում ես Իրանի սահման, զուտ ֆիզիկապես եթե բերես, ինչ ուզում անունը դնես, միջանցք կլինի, ուղի կլինի, երթուղի կլինի, միևնույն է Իրանի շահերից դա չի բխում, ժողովուրդ ջան։ Այս Իրանը, այն Ամերիկան, էսա կարծիքը Իրանի Ամերիկայի մասին։ Մենք ինչն ենք, այդում ենք բերում այդ անհամատեղելին համատեղ ենք Հայաստանի դաշտում։ Այդ միայն չհասկանալու պատճառով է դա հնարավոր։ Իսկ նաև նայենք մի ուրիշ հարց էլ, որը որ մեզ անհանգստացնում է, բարբերաբար ինձ անհանգստացել, մի զարմանում եմ, ասում եմ, ինչ է այդպես անհանգիստ, ինչա պատահել որ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, այսօր հնարավոր չէ ստեղծել որևէ միջազգային հավասարակշռություն առանց Թուրքիայի մասնակցության։ Սիրիայից մինչև Գազա, Պարսից ծոցից մինչև Ռուսաստան, Ուկրաինա հակամարտություն։ Սկզբում մենք կստեղծենք ահաբեկչությունից ազատ Թուրքիա, ապա նաև տարածաշրջան ազատ ահաբեկչությունից, ինչը կլինի մեր ամենաերկարաժամկետ նվաճումը, ապագա սերունդների համար, ընդգծել է Թուրքիայի նախագահը։ Այսինքն տեսնում եք ինչ հավակնություններ ունի Էրդողանը։ Բա որ պարբերաբար այդ մտահոգությունից ենք խոսում, որ Էրդողանը եթե իր դերակատարությունը մեծացնում է, նաև Միացյալ Նահանգների աջակցությամբ այս տարածաշրջանը իրան պատկերացնում է որպես նայող։ Սիրիայի հետ կապված ողջունեց Տրամփը Էրդողանին, ասեց իմ լավ ընկերն է, շատ հարցերում հետը համագործակցում է, ասեց որ Ռուսաստանի հետ կապված եթե այս բաները վերանայես, մեր հարաբերությունն ավելի լավ կլինի։ Բացի դրանից կանգնում են ասում են, որ Թուրքիայի հետ ենք ճշտում տվյալները Հայաստան-Ադրբեջան հարցերում։ Զանգում ենք Թուրքիան է մեզ ասում, ընդեղի հետ կապված ինչ պետք է արվի։ Դա Ամերիկայի պաշտոնյաներն են խոստովանում, դա ես չեմ ասում, ժողովուրդ ջան։ Այսինքն Թուրքիայի դերակատարությունը այդպես էականորեն մեծացնելը խիստ խնդրեմ է, որովհետև Թուրքիային դիտարկում են նաև մեր տարածաշրջանի նայող։ Երբ որ ասում ենք մենք Ամերիկայի հետ ուղիղ գործընկեր չենք,
նույնիսկ Տրամպի ճանապարհի հետ կապված միևնույնն է մենք ուղիղ գործընկեր չենք, այդ գործընկերային առաքելությունը Թուրքիան ստանձն է, որին է սիրահոժար համաձայնվել է Նիկոլ Փաշինյանը, որ Թուրքիայի միջոցով Ամերիկայի հետ աշխատեն, դուք չեք նկատում իրականում ինչա կատարվում, բայց դրա համար ենք անհանգստանում, որ դերակատարությունը Թուրքիայի Տրամպը կանգնում ասում է Թուրքիան կարա նաև աջակցի ուկրաինական պատերազմի հարցում։ Լսեք, քանի հարցում է Տրամպը կարևորել Թուրքիայի դերակատարությունը, բայց դա մեզ համար մտահոգիչ չի, հասկացանք մեր իշխանության համար մտահոգիչ չի, որտեղ իրանք ընդհակառակը երջանիկ են Էրդողանի համար։ Եվ իրանց համար, որովհետև իրանք Էրդողանի հետ աննախադեպ հանդիպում են ունեցել, բա մեզ համար դա մտահոգիչ չի։ Էս են Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու են Դոնալդ Տրամպն, որ նախկին առաջի պաշտոնավարման ժամանակ Սաուդյան Արաբիային ասում են, ինչի էս թողում, որ Թուրքիան այդքան ակտիվանա, սունիների հոգևոր բանը լիդերություն ստանձնի, դու ինքդ բան ես, սունի պետություն ես, այդպիսի հզոր հնարավորություններով, նավթային այդպիսի ռեսուրսներով, մեքանում մեդինան էլ մահմեդական սրբավայրերն էլ քու տարածքում է, ով է Թուրքիան, մոռացել ենք, որ գնացել է թուրներ ձեռին պարում էր Դոնալդ Տրամպը Սաուդյան Արաբիայում, բայց ինչպես տեսակ հիմա ոնց որ այդպես չի, Սաուդյան Արաբիայի լավ է, բայց չի դա հակադրում Թուրքիայի, այդ խնդիրը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշ ավագը փոթորիկ անապատում օպերացիայի ժամանակ ասեց հոп, Թուրքիայի կամակորության ձեռը կրակն ենք ընելու, Սադամի գլուխը չուտենք, Սադամը թողենք թող մնա։ Բայց եւ հետո ինչ առաջացավ, հետո հետագայում Սադամի գլուխը կերան ու ընկան Թուրքիայի կամակորության ձեռը կրակը։ Էդ էլ արեց Ջորջ Բուշ ավագի տղեն, Ջորջ Բուշ կրտսերը 2003 թվականի արդեն պատերազմի ժամանակ։ Այսինքն իրանք պարբերաբար ցանկացել են, որ այդ Թուրանի ծրագիրն էլ իրականություն չդառնա Թուրքիայի, որովհետեւ համարել են, որ իմաստավորն է մի հատ Ռուսաստանի դեմ պայքարենք, մի հատ այսինքն ցարական Ռուսաստանի դեմ պայքարում ենք, որ ռուսներն են ուզում ստեղծեն, օտոմանյան կայսրություն ենք վերականգնում, այս ում համար է դա լուրջ, ով է պետք է ընդլայնվելը, բայց ցավալիորեն զուտ բիզնես շահերից ելնելով Դոնալդ Տրամպը շատ ավելի մեծ տեղ է տալի Թուրքիային, քան դա բխում է մեր շահերից։ Դրա համար սա էլ մենք պետք է ուշադրել լինենք, պարբերաբար ուշադրությամբ հետևենք, որտեղ դրանք հարցեր են, որ մեզ ուղղակիորեն առնչվում են։ Այնպես որ ժողովուրդ ջան, պարբերաբար կհետևենք, մատներս կպահենք աշխարհաքաղաքական իրադարձությունների զարկերակին ու ձեզ հետ պարբերաբար կկիսվենք։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։